Այս բակն է։ Այս շենքը, այսա մոտենանք, նայեք ինչ լավ շենքը, մանկապարտեզը պարզվում է, իրա բակով, խաղահրապարակով, իսկ մենք այսենց են գնալու, դե ինչ, գործերս ավարտեցի, այս այդ մանկապարտեզը, այս մանկապարտեզի շենքը, եկեք մի հատ էլ սենց գնանք, դուս կգանք Սայաթնովա, այն կողմից կբարձրանանք, կգնանք մեքենայի մոտ, են ինչ, հետաքրքիր ներկած շենք է, անծանոթ, այսինքն այն կողմից հաստատ ծանոթ է, այս կողմից չեմ պատկերացնում այդ ինչը, ոնց որ ռադիոյի տան կողմերն է հանգնում, հələ գնանք, իսկ ձախ կողմը սենց տեսարան է, դես շենքը բարձրահարկ են Սայաթնովայի վերջում որ կա այս շենքն է, այս ծառն է ինչ-որ շատ լավ է, այս երևի սովետի վաղտ են հələ տնգել, այս գիտեք որ դուս եկանք, ստեղից են շենքի մոտ չենք կարա գնանք, այդ գույնավոր ներկած շենքը ճանապարհ չկա ոնց որ, այս մենք դուրս ենք եկել, այսա մի հատ դալանը ցույց տամ դուք էլ կհասկանաք, այսա դալանը, այս դեպի Սայաթնովա է դալանը գնում, ստեղ, այս բակում, քաղաքում հայտնի փուռ էր, այստեղ էր այդ փուռը, հիմա չկա ինչ-որ գարաժներ են, չնայած ինչ-որ մի հատ ծխնելույս է, չէ, սեփական տուն է ինչ-որ դարել, էլ չկա այդ փուռը, նենց հաստ լավաշ էին թխում մի տեսակ, բայց նենց լավ պղպջակներով, ենքան որ պատկերացրեք, եթե մեր տնից հատուկ գալիս էի ստեղից լավաշ առնելու, մեկ-մեկ իհարկե, հա, այս գույնավորը բանն է, ռադիոյի տունն է հաստատ, այս կողմից տենց ներկել են, են անդե ինչ-որ անտենայի նման բան է նկարած, ստեղ էլ ինչ-որ մագնիտոֆոն է ոնց որ, հա, մի խոսքով, դե ուրեմն եկեք այս դալանով էլ դուրս գանք Սայաթնովա, այս տեղանքը կոչվում է Հայգեստանի երկրորդ փողոց, Հայգեստան երկրորդ փողոց, ստեղ նայեք մթերք խանութ է փոքր, այն որ խոսում էինք որ բակերում կան փոքր խանութներ աղաքին, այս էլ դալանի մեջ սենց երազանքներ են նկարել, ծովը, այս կողմն էլ ինչ-որ սենց բակ է, դարպասով, ու դուրս եկանք Սայաթնովա փողոց, նայեք ես դիմացի մայթը, բոլորը նոր առանձնատներ են, այս մեջտեղինը Արգենտինայի դեսպանատունն է, վարձակալել են, ինչ-որ մեկի առանձնատունը, ու Սայաթնովա փողոց, ես ինչ է, օտո, պատվերների սրահ, ստերևիտին ես պատվերների մասին է խոսքը, դե սենց Սայաթնովայով բարձանանք դեպի Չարենց, չէ, այս աղջկա հետևից, ստեղ ինչ-որ սենց հետաքրքիր գաստրոնոմ է, միս է գրած, գինու սրահ, հա, գաստրոնոմ շուտվանից չէի տեսել Երևանում, գաստրոնոմում հարցրեցի, իրանք դեմ չեն, որ ապարատով նկարեմ, նենց որ ակնոցները պետք չեկան, հիմա ներս մտնենք ու ծանոթանանք, նենց լավ հոտ է գալի հենց մտնում ես,
Ինչի հոտա։ Այս օբյեկտիվս քրտնեց։ Մերոպե մաքրեմ։ Խելքի եկավ ոնց որ։ Ստեղ աստիճանները։ Այսինքն հին Երևանի մսի բաժինը, այս գինիներն են։ Կոնացորը։ Այդ գները նայենք։ Այս մեր կարասն հայկական 3500 նորմալ է այս հացն է լավաշ սաս ծաղիկներ են այս բաստուրմայի հոտներ ոնց որ Ստեղ այսինց հաճելի աշխատողուհի է Ինչի համար եմ նկարում Քաղաքը ուղղակի ներկայացնում եմ Դուք էլ որպես քաղաքի մի մաս Ստեղծվածքներ են տարբեր Պես կիլոյի գիննա չէ գրած Պարման եք դուք Չէ, մենք Սանտա Ֆամիլիան ենք Սանտա Ֆամիլիա Պապայի հետ կապ չունի Այդ Սանտա Ֆամիլիան ինչական է Հայկական Մի խոսքով սենց գաստրոնում Ես էլ մսեղին է Ինչ ուզես կա 4000 դրամ է Չալաղաջը Ես մեկը 2500 Օ Ես մեկը 6000 է Ես մսերից մի քիչ լավ չեմ հասկանում, բայց սա ոնց որ են ողնաշարի փափուկ մասն է, հա? Ֆիլե, հա? Ֆիլե է երևի։ Լավն է։ Սենց հայր, ինձ թվում է պարզ է։ Սենց հավեր են, զեյթունը, մի խոսքով էլիտար խանութ է։ Ես էլ Փարիզյան սուրճ է։ Չէ, ես գները նույնն է, ինչ-որ բոլոր տեղերը։ Թանք չի։ Ստեղ էլ պանիրներ եմ։ Իհարկե 400 չի, ոնց որ ֆրանսիացիներն են գլուխ գովում, բայց մի 20 հատ կլինի երևի, 20 տեսակ։ Ես թվում է կարանք գնանք, ես էլ սոկերն եմ, սրանք էլ է, նույն գներն է, ինչ-որ ամեն տեղ չէ, մի քիչ թանկ է, 750, ուրիշ տեղ էլ 600 է։ Դե գնացինք, գեղեցիկ էր, ափսոս հաճախորդ չմտավ ես րոպեին, մինչև էդ կար, բոլորը իրար ճանաչում էին, մայրիկին կբարևեք և այլն։ Всё։ Շնորհակալություն ձեզ շատ, ստեսին ձեզ։